Լռությամբ պատված մի մանսիոնում 71-ամյա կույր կինը իր հիշողություններում պահում է ազատության վերջին ձը։ Բայց դառը մի կեսօրին նրա արժանապատվության մնացորդները դաժանորեն պոկվում են, թելի պես թել առ թել, այն ձեռքերի կողմից, ովքեր պարտավոր էին հարգանք ցուցաբերել։ Վերքը տեսնելով որդին որոշում է պաշտպանել մորը, չիմանալով, որ այդ ընտրությունը կբորբոքի անտեսանելի պատերազմ։ Հիմա ճշմարտությունը պետք է հաղթի ոչ միայն ստերին, այլ այն նուրբ թույնին, որը տարածվում է լռության մեջ։ Երեկոյան Զեփյուրը մտնում էր նոր Նորքի առանձնատան պատուհաններից, իր հետ բերելով Սանա լճի թարմ բույրը։ Տիկին Սելիա Մենդոնցան, նստած հյուրասենյակի իր սիրելի բազկաթոռին, նուրբ շոյում էր իր ճերմակ մազերի գանգուրները։ Նույնիսկ գրեթե 10 տարի չտեսնելով նա զգում էր յուրաքանչյուր ալիք, յուրաքանչյուր մազի թել, որը կրում էր իր մոր, տիկին Ավրորայի հիշողությունը, ով նույնպես ուներ այդ նույն փարթամ կենսունակ գանգուրները։ 71-ամյա Սելիան հանգիստ առօրյա էր վարում այն տանը, որտեղ մեծացրել էր իր միակ որդուն Մարսելին։ Առանձնատունը, որը կառուցվել էր 50-ականներին նրա հանգուցյալ ամուսնու, գործարար Ռոբերտ Մենդոնցայի կողմից, 3 հարկանի ապաստան էր, հաղթանակի զբոսայգու Բլուրի Մայր Հայաստան արձանի տեսարանով։ Յուրաքանչյուր սենյակ պատմություններ էր պահում, յուրաքանչյուր կահույք ուներ իր ճշգրիտ դիրքը Սելիայի հիշողության մեջ, ով տանը շարժվում էր այնպիսի ճշգրտությամբ, որը տպավորում էր բոլորին։ Այդ հինգշաբթի կեսօրին Մարիան, 12 տարուց ավելի տանը աշխատող սպասուհին, պատրաստում էր երիցուկի թեյը, որը Սելիան այդքան սիրում էր։ Խոհանոցում սուլող թեյնիկի ձայնը բազմաթիվ աղմուկներից մեկն էր, որոնք կազմում էին տնային սիմֆոնիան, որը կույր տիկինը սովորել էր վարպետորեն մեկնաբանել։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացվող դուռ, յուրաքանչյուր շարժվող կահույք մի պատմություն էր պատմում, որը նրա ուշադիր ականջները վերծանում էին։ Բայց այդ կեսօրին ինչ-որ բան այլ էր։ Սելիան տարօրինակ ներկայություն զգաց հյուրասենյակում։ Դա Մարիայի ամուր ու ծանոթ քայլերը չէին, ոչ էլ Մարսելի, ով միշտ իր գալուստը հայտարարում էր ուրախ բարի լույս, մայրիկ ով։ Դա այլ տեսակի շարժում էր, անվճռական, լի մի էներգիայով, որը նա լիովին չէր կարողանում նույնականացնել, բայց որը նրան թեթակի անհանգիստ էր դարձնում։ Լարիսան։ Մարսելի ընկերուհին, 1 տարուց մի փոքր ավելի։ 28-ամյա երիտասարդ կինը մտել էր իր որդու կյանք, ինչպես փոթորիկ։ Գեղեցիկ խոսուն, միշտ ճիշտ իմանալով, թե ինչ ասել, Լարիսան արագորեն գրավել էր Մարսելին։ Նա, 45-ամյա հաջողակ գործարարը, ով իր կյանքի մեծ մասը նվիրել էր հոր հիմնադրած ներմուծման արտահանման ընկերությանը հոգալուն, կարծես հմայված էր երիտասարդ կնոջից։ Սկզբից ետ Սելիան զգաց մի բան, որը չէր կարողանում բացատրել։ Դա պարզապես մոր բնական խանդը չէր, ով տեսնում էր, թե ինչպես է իր որդին ինչ-որ մեկի հետ հարաբերություններ սկսում։ Դա ավելի խորն էր, մի ինտուիցիա, որը նրա մյուս զգայարանները սրված կուրությամբ զգում էին զրույցների տողատակերում, չափազանց վերահսկվող ձայնի տոնի մեջ, ռազմավարական դադարներում, որոնք Լարիսան անում էր հարցերին պատասխանելուց առաջ։ Լարիսան, մայրիկ, զարմանալի է, ասում էր Մարսելը, աչքերը փայլելով։ Նա հասկանում է բիզնեսից, օգնում է ինձ ընկերության որոշումների հարցում, խելացի է քնքուշ։ Սելիան միշտ պատասխանում էր քաղաքավարի ժպիտով, բայց նրա սիրտը սեղմվում էր։ Նա նկատել էր, թե ինչպես, աստիճանաբար, Մարսելը սկսեց ավելի քիչ այցելել իրեն։ Ամենօրյա զանգերը դարձան շաբաթական։ Կիրակի օրվա ճաշերը, ընտանիքի սուրբ ավանդույթը, փոխարինվում էին հանդիպումներով, ճանապարհորդություններով։ Տիկին Սելիա, կցանկանաք, որ այսօր սանրեմ ձեր մազերը, հարցրեց Մարիան, թեյի սկուտեղով մտնելով հյուրասենյակ։ Այնքան գեղեցիկ են, բայց կարծում եմ, որ հյուսքը հիանալի կլինի ընթրիքի համար։ Սելիան ժպտաց։ Մարիան միշտ մայրական քնքշանքով էր հոգ տանում նրա մասին, չնայած 15 տարով ավելի երիտասարդ էր։ Կարող է լինել, Մարիա։ Բայց թող նախ թեյս խմեմ։ Եվ ասացեք ինձ, Մարսելը հաստատել է, որ այսօր ընթրիքի է գալու։ Հաստատել է, այո, տիկին։ Ասաց, որ ուղիղ 7-ին կժամանի։ Նույնիսկ նշեց, որ միայնակ է գալու, որ Լարիսան այլ գործ ունի։ Թեթակի թեթացում անցավ Սելիայի կրծքով։ Նա կարոտում էր որդու հետ առանձին զրույցները, այն պահերը, երբ նրանք կարող էին խոսել ընկերության, կյանքի, հոր հիշողությունների մասին։ Լարիսան միշտ գերիշխում էր զրույցներում, երբ ներկա էր, ուղղորդելով թեմաները դեպի իր հետաքրքրությունները, նուրբ ընդհատելով, երբ Սելիան սկսում էր պատմություններ պատմել անցյալից։ Կեսօրվա մնացած մասը դանդաղ անցավ։ Սելիան լսեց նորությունները ռադիոյով, ապա խնդրեց Մարիային կարդալ թերթի որոշ հատվածներ։
Նա սիրում էր տեղեկացված լինել այն մասին, թե ինչ էր կատարվում քաղաքում, երկրում։ Նրա միտքը սուր էր մնում, ի վիճակի քննարկելու քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ։ Կուրությունը վերցրել էր նրա աչքերը, բայց երբեք նրա պարզամտությունը։ Մոտավորապես ժամը 6:30-ին, երբ առը սկսում էր մայր մտնել երանյան հորիզոնում, Սելյան լսեց, որ դիմացի դուռը բացվեց։ Նա զարմացավ։ Մարսելը միշտ զանգակն էր տալիս, նույնիսկ բանալիներ ունենալով։ Դա հարգանքի հարց էր, նա ասում էր, նախազգուշացնել մտնելուց առաջ։ Կանացի քայլեր արձագանքեցին միջանցքում։ Լարիսայի ուժեղ ու քաղցր բույրը լցրեց սենյակը, նույնիսկ մինչ նա կխոսեր։ Բարի երեկո, տիկին Սելյա, ձայնը չափազանց անփույթ էր հնչում, գրեթե անտարբեր։ Բարի երեկո, Լարիսա։ Մարսելը ձեզ հետ է։ Ոչ, նա ավելի ուշ կգա։ Ես եկել եմ մի քանի փաստաթուղթ վերցնելու, որոնք նա խնդրել էր։ Դրանք գրասենյակում են։ Սելյան թեթակի կնճռոտեց հոնքերը։ Մարսելը երբեք չէր նշել, որ Լարիսան կգա։ Եվ ինչու նա պետք է տան բանալիներ ունենար։ Երբ դա տեղի ունեցավ։ Մինչ նա կկարողանար լիովին մարսել իրավիճակը, զգաց Լարիսայի ներկայության մոտենալը։ Երիտասարդ կինը նստեց բազմոցին, բազկաթոռի կողքին, չափազանց մոտ Սելյայի հարմարավետության համար։ Գիտեք, տիկին Սելյա, վերջերս շատ եմ մտածում ձեր մասին, սկսեց Լարիսան, ձայնը ստացավ մի տոն, որը Սելյան լիովին չէր կարողանում վերծանել։ Այն մասին, թե որքան դժվար պետք է լինի այստեղ մենակ մնալը, առանց տեսնելու, ամեն ինչում ուրիշներից կախված։ Ես մենակ չեմ մնում, Լարիսա։ Ես ունեմ Մարիան, ունեմ որդիս, ունեմ ընկերներս, ովքեր այցելում են ինձ։ Ահ, այո, իհարկե։ Բայց դա նույնը չէ, չէ՞։ Այսինքն, Մարսելը միշտ այնքան զբաղված է։ Եվ այս տունն այնքան մեծ է, այնքան լուռ։ Երբեմն մտածում եմ, որ դուք պետք է շատ կորած զգաք ձեզ։ Լարիսայի ձայնի տոնի մեջ ինչ-որ բան սարսուռ առաջացրեց Սելյայի ողնաշարում։ Այդ բառերում թաքնված ակնարկ կար, մտահոգության քողի տակ թաքնված դաժանություն։ Ես շատ լավ եմ, Լարիսա։ Եվ ես ինձ կորած չեմ զգում։ Ես գիտեմ այս տան յուրաքանչյուր սանտիմետրը։ Նրանց միջ ծանր լռություն տիրեց։ Սելյան զգում էր Լարիսայի հայացքը իր վրա, ուսումնասիրող, ինչ-որ բան հաշվարկող։ Ապա լսեց, թե ինչպես երիտասարդ կինը վեր կացավ քայլեց դեպի այնտեղ, որտեղ Մարիան էր, խոհանոցում։ Կարճ շշնջացող զրույց եղավ, որը Սելյան լիովին չկարողացավ հասկանալ։ Ապա Մարիան դուրս եկավ, ասելով, որ արագորեն գնում է դեղատուն, մոռացած դեղորայք վերցնելու։ Եվ հանկարծ Սելյան մենակ մնաց Լարիսայի հետ առանձնատանը։ Հենց այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց։ Տիկին Սելյա, կարծում եմ ժամանակն է, որ մենք որոշ փոփոխություններ անենք այստեղ, Լարիսայի ձայնն այժմ այլ էր հնչում, ավելի սառը, զրկված կեղծ քաղաքավարությունից։ Դուք չեք կարծում, որ այս մազերը չափազանց երկար են։ Չափազանց դժվար է խնամելը։ Սելյան զգաց Լարիսայի ձեռքերը, որոնք դիպչում էին իր գանգուրներին, մի հպում, որը նուրբ չէր։ Որը կարծես գնահատում էր, դատում։ Վախի սարսուռ անցավ նրա մարմնով։ Իմ մազերը լավ են այնպես, ինչպես կան։ Խնդրում եմ, պետք չէ անհանգստանալ դրա համար։ Բայց ես անհանգստանում եմ, տիկին Սելյա։ Շատ եմ անհանգստանում։ Հատկապես, որ Մարսելը նույնպես անհանգստանում է։ Եվ ես հոգ եմ տանում այն ամենի մասին, ինչը կարևոր է նրա համար։ Այն ամենի մասին, ինչը կարևոր է նրա համար։ Բառերը թաքնված սպառնալիք էին պարունակում։ Սելյան փորձեց վեր կենալ բազկաթոռից, բայց զգաց Լարիսայի ձեռքերը, որոնք զարմանալի ուժով սեղմեցին նրա ուսերը, նրան նստած պահելով։ Ինչ եք անում։ Հարցրեց Սելյան, ձայնը ամուր, չնայած աճող վախին։ Ազատեք ինձ հիմա։ Հանգիստ, տիկին Սելյա։ Դա պարզապես մազերի կտրվածք է։ Ավելի պրակտիկ, ավելի հարմար ձեր տարիքի տիկնոջ համար։ Պետք չէ նյարդայնանալ։ Եվ ապա Սելյան լսեց մկրատի բացվելու փակվելու անսխալական ձայնը։ Ոչ։ Բղավեց Սելյան, փորձելով ազատվել։ Դուք իրավունք չունեք։ Բայց Լարիսան ավելի ուժեղ էր, ավելի երիտասարդ։ Հանկարծակի շարժումներով նա ստիպեց Սելյային ցած նստել, դարձնելով, որ տարեց կինը հայտնվի հյուրասենյակի սառը հատակին, մեջքը հենած բազկաթոռին։ Լարիսայի ձեռքերն ամուր բռնեցին Սելյայի գանգուրները, մկրատը սկսեց կտրել։
Յուրաքանչյուր կտրվածք բռնություն էր։ Դա պարզապես թափվող մազեր չէին, դրանք հիշողություններ էին, որոնք պոկվում էին, արժանապատվություն էր, որը ոչնչացվում էր։ Սելյան լացում էր, աղաչում, բայց Լարիսան շարունակում էր մեթոդականորեն, գրեթե հաճույքով իր դաժանության մեջ։ Խնդրում եմ, կանգնեցրեք։ Խնդրում եմ, աղաչում էր Սելյան, արցունքներն այտերով հոսելով։ Ինչու եք դա անում։ Որովհետև ես կարող եմ, պարզապես պատասխանեց Լարիսան, ձայնը լի թույնով, որը վերջապես լիովին բացահայտվեց։ Որովհետև Մարսելն այժմ իմն է։ Եվ այս տունը, այս ընկերությունը, ամեն ինչ իմը կլինի նույնպես։ Եվ դուք, տիկին Սելյա, պարզապես մի խոչընդոտ եք, որը պետք է հեռացնեմ ճանապարհից։ Գանգուրները թափվում էին հատակին մեկ առ մեկ, ինչպես ծառի մեռած տերները, որոնք այլս ուժ չունեին դիմադրելու։ Եվ հենց այդ պահին դիմացի դուռը նորից բացվեց։ Մարսել Մենդոնցան տուն մտավ, ձեռքին դեղին վարդերի փունջ, մոր սիրելիները։ Նա վաղ էր դուրս եկել Մենդոնցա իմպորտներ ընկերության գրասենյակից, որը գտնվում էր Երանի կենտրոնում, որպեսզի անցներ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութով։ Վաղը տիկին Սելյայի ծննդյան օրն էր, նա ցանկանում էր անակնկալ մատուցել նրան մեկ օր շուտ, ինչպես անում էին, երբ ինքը երեխա էր, իր հայրը դեռ ներկա էր։ Շաբաթը հյուծիչ էր անցել։ Բարդ բանակցություններ չինացի մատակարարների հետ, մաքսատան խնդիրներ, լարված հանդիպում ներդրողների հետ, ովքեր կասկածի տակ էին դնում ընկերության վերջին որոշումները։ Լարիսան մասնակցել էր այդ բոլոր հանդիպումներին, միշտ նրա կողքին, առաջարկելով խորհուրդներ, կապեր հաստատելով, իրեն անփոխարինելի ցույց տալով։ Նա երախտապարտ էր նրան ունենալու համար, բայց վերջերս նկատում էր աճող հեռավորություն իր մոր միջ, դա խորապես անհանգստացնում էր նրան։ Այսօր այլ կլիներ։ Այսօր միայն ինքն ու տիկին Սելյան կլինեին, զրուցելով ինչպես հին ժամանակներում, թերս հիշելով հոր պատմությունները, պլանավորելով մի ճանապարհորդություն, որը նա խոստացել էր անել նրա հետ ամիսներ առաջ։ Առանց բջջայինի, առանց աշխատանքի, առանց Լարիսայի, որը կառավարում էր իր կյանքի յուրաքանչյուր րոպեն։ Մտնելով հյուրասենյակ, ծաղկեփունջը գրեթե սահեց նրա ձեռքերից։ Նրա արջի տեսարանը անիրական էր թվում, անհնարին, առաջին հայացքից Մարսելու համար։ Մայրը նստած էր հատակին, մեջքը հենած բազկաթոռին, դեմքը արցունքներով բծավորված։ Լարիսան ծնկաչոք էր նրա կողքին, ձեռքին մկրատ, նրան շուրջը իտալական մարմարե հատակին սփռված, տիկին Սելյայի ճերմակ գանգուրներն էին։ Նույն գանգուրները, որոնք նա այդքան քնքշանքով էր խնամում, որոնք միշտ հպարտության նրա տատիկի հետ կապի պատճառ էին եղել։ Ինչ է կատարվում այստեղ, Մարսելի ձայնը խռպոտ դուրս եկավ, լի անհավատությամբ, որն արագորեն վերածվում էր կատաղության։ Լարիսան արագ վեր կացավ, մկրատը դեռ ձեռքին, դեմքին անկեղծ զարմանքի արտահայտություն։ Մարսել, դուք շուտ եք եկել։ Ես պարզապես օգնում էի ձեր մորը։ Նա խնդրեց կտրել մազերը։ Սուտ է։ Տիկին Սելյայի ձայնը, թե դողդողուն, տպավորիչ ամրությամբ հատեց օդը։ Նա ինձ ստիպեց։ Ինձ բռնեց կտրեց մազերս, իմ կամքին հակառակ։ Մարսել, նա սարսափելի բաներ ասաց ինձ։ Մարսելը սրտխառնոցի ալիք զգաց կոկորդում։ Նա նայեց Լարիսային, փնտրելով մի բացատրություն, որը իմաստ կունենար, մի բան, որը կարդարացներ այդ անհեթեթ տեսարանը։ Բայց այն, ինչ նա գտավ ընկերուհու աչքերում, արագ հաշվարկ էր, պատմությունը վերակազմավորելու փորձ։ Մարսել, սերս, ձեր մայրը շփոթված է, ասաց Լարիսան, մոտենալով նրան, ձեռքերը մեկնած, ինչպես վախեցած երեխային հանգստացնող մեկը։ Նա ինձ խնդրեց կտրել, բայց հետո մոռացավ։ Դուք գիտեք, թե ինչպես է նա վերջերս, կորչում է զրույցներում, կրկնում է նույն պատմությունները։ Ես պարզապես փորձում էի օգնել։ Ես շփոթված չեմ։ Բղավեց Սելյան, փորձելով վեր կենալ հատակից։ Այս կինը ստախոս է։ Նա հարձակվեց իմ վրա, նվաստացրեց ինձ։ Մարսելը թողեց ծաղկեփունջը հատակին վազեց մորն օգնելու վեր կենալ։ Բռնելով նրան բազուկներից, զգաց, թե ինչպես էր նա դողում, թե ինչպես էր նրա ամբողջ մարմինը լարված վախից ու զայրույթից։ Երբ վերջապես նրան ոտքի կանգնեցրեց, մոտիկից կարողացավ տեսնել վնասի չափը։ Մազերը անհավասար էին կտրված, որոշ կողպեքներ ավելի կարճ էին, քան մյուսները, առանց որևէ խնամքի կամ տեխնիկայի։ Դա բռնության արարք էր, քողարկված ծառայության տակ։ Լարիսա, դուք հենց հիմա կբացատրեք ինձ, թե ինչ է կատարվել այստեղ, ասաց Մարսելը, ձայնը ցածր ու վտանգավոր։ Եվ ես ճշմարտությունն եմ ուզում։ Ես արդեն բացատրել եմ, սերս։ Ձեր մայրը դրվագներ է ունենում։
Ես ամիսներ շարունակ նկատել եմ։ Նա շփոթում է անունները, մոռանում է ամբողջ զրույցներ, հորինում է իրավիճակներ։ Ես չէի ուզում ձեզ անհանգստացնել, բայց կարծում եմ ժամանակն է, որ մենք քննարկենք, որ նրան գուցե ավելի մասնագիտացված խնամք է անհրաժեշտ։ Ակնարկը պարզ էր, Մարսելը սառը զայրույթ զգաց իր ներսում։ Իմ մայրը ոչ մի դրվագ չունի։ Նա պարզամիտ է, միշտ էլ եղել է։ Այդ պահին խոհանոցի դուռը բացվեց, Մարիան մտավ, դեռ ձեռքին դեղատան պայուսակը։ Տեսնելով տեսարանը հյուրասենյակում, նրա աչքերը լայն բացվեցին, պայուսակը ընկավ նրա ձեռքից։ Աստված իմ! Ինչ է կատարվել այստեղ։ Մարիա! Տիկին Սելյան ձեռքը մեկնեց ծանոթ ձայնի ուղղությամբ։ Պատմեք Մարսելին, թե ինչ է արել նա։ Պատմեք ճշմարտությունը։ Մարիան նայեց Սելյայից Լարիսային, ապա Մարսելին։ Նրա աչքերում վախ կար, բայց նա մի վճռականություն, որը զարմացրեց բոլորին։ Նա ինձ դուրս ուղարկեց, պարոն Մարսել։ Լարիսան ասաց, որ պետք է առանձին խոսեր տիկին Սելյայի հետ, որ կարոր էր։ Ես չէի ուզում թողնել, բայց նա պնդեց, ասաց, որ դուք թույլատրել եք։ Երբ դեղատնից վերադարձա, այսպես էր։ Լարիսան կարճ հումորից զուրկ ծիծաղեց։ Իհարկե, հիմա մեղքը իմ վրա կգցեն։ Մարսել, դուք գիտեք Մարիային, նա միշտ շատ կապված է եղել ձեր մոր հետ, շատ պաշտպանող։ Բնական է, որ նա պաշտպանի տիրուհուն, նույնիսկ երբ ճիշտ չէ։ Բավական է։ Բղավեց Մարսելը, սարսափեցնելով սենյակում գտնվող բոլոր կանանց։ Ես այլս չեմ ուզում լսել ձեր արդարացումները, Լարիսա։ Ես այլս չեմ ուզում ձեր մանիպուլյացիաները։ Ես տեսա մորս հատակին, լացելիս, մազերը կտրված, դուք մկրատը ձեռքին։ Դուք կարծում եք, որ ես հիմար եմ։ Սերս, դուք ճիշտ չեք մտածում։ Դուք սթրեսի տակ եք, շաբաթը դժվար էր, հիմա տեսնելով ձեր մորը այսպես։ Ես կատարելապես մտածում եմ, Լարիսա։ Եվ շատ ժամանակ հետո առաջին անգամ ես ձեզ տեսնում եմ այնպես, ինչպես իրականում կաք։ Հաջորդած լռությունը խիտ էր, լարվածությամբ լի։ Լարիսան նայում էր Մարսելին, կարծես չէր ճանաչում իր արջի մարդուն։ Նա սովոր էր կառավարել նրան, ուղղորդել նրան, ստիպել նրան պարել իր երաժշտության տակ։ Բայց այդ պահին ինչ-որ բան փոխվել էր։ Տիկին Սելյայի հատակին ընկած պատկերը կոտրել էր մի պատրանք, որը նա խնամքով կառուցել էր։ Մարսել, եթե դուք ինձ փոխարեն ձեր մորն ընտրեք, կզղջաք, ասաց Լարիսան, ձայն այժմ զրկված քաղցրության որե պատրանքից։ Ես հիմնարար դեր եմ ունեցել ձեր ընկերության, ձեր որոշումների, ձեր կյանքի համար։ Դուք ոչինչ չեք առանց ինձ։ Մարսելը վերցրեց մեքենայի բանալիները, որոնք Լարիսան պահում էր իր պայուսակում, հյուրասենյակի կողքի սեղանի վրա։ Դուք հենց հիմա կհեռանաք իմ տանից։ Եվ ես այլս չեմ ուզում ձեզ տեսնել իմ մոր մոտ կամ իմ ընկերության մոտ։ Լարիսան մի քայլ առաջ արեց, աչքերը փայլելով զայրույթի հուսահատության խառնուրդով։ Դուք ձեր կյանքի ամենամեծ սխալն եք գործում։ Միակ սխալը, որ ես գործել եմ, ձեզ իմ կյանք թույլ տալն էր։ Հանկարծակի շարժումով Լարիսան վերցրեց իր պայուսակը, քայլեց դեպի դուռը։ Դուրս գալուց առաջ նա վերջին անգամ շրջվեց։ Դուք դրա համար կվճարեք, Մարսել։ Բոլորդ կվճարեք։ Դուռը ուժգին շրխկաց, ձայն առանձնատանը արձագանքեց, որպես կանխագուշակում։ Մարսելը ծնկի իջավ մոր կողքին, ով այժմ նորից նստած էր բազկաթոռին, ձեռքերով ծածկելով դեմքը։ Մայրիկ, ներող կլինեք։ Ներող կլինեք, որ չտեսա, որ չպաշտպանեցի ձեզ։ Սելյան որդու դեմքը բռնեց ձեռքերի մեջ, չնայած չէր տեսնում նրա աչքերը։ Դուք հիմա այստեղ եք։ Դա է կարորը։ Մարիան մի բաժակ ջուր բերեց տիկին Սելյայի համար, սկսեց հավաքել մազերի գանգուրները հատակից, յուրաքանչյուր թել, որպես փոքրիկ ողբերգություն։ Ես կզանգեմ վարսահարդարին, տիկին Սելյա։ Ֆերնանդան կարող է վաղը առավոտյան գալ, ամեն ինչ կարգի բերելու։ Բայց Սելյան գլուխը թափահարեց։ Ոչ, Մարիա։ Թող այդպես մնա առայժմ։ Ես ուզում եմ հիշել։ Ես ուզում եմ, որ ամեն անգամ, երբ ձեռքս անցկացնեմ մազերիս վրայով, հիշեմ, թե ինչի է ունակ այս կինը։ Մարսելը նստեց մոր կողքի բազմոցին, դեռ մարսելով այն ամենը, ինչ հենց նոր էր տեսել։ Ինչպես կարող էի այդքան գույր լինել։ Ինչպես չտեսա, թե ով էր նա իրականում։ Սելյան հոգոց հանեց։
Որովհետև սերը որդիս երբեմն ստիպում է մեզ տեսնել միայն այն, ինչ ուզում ենք տեսնել։ Բայց հիմա դուք գիտեք ճշմարտությունը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք։ Պատրաստված ինչին։ Այն ամենին, ինչ գալու է։ Որովհետև Լարիսայի նման կինը պարտություն չի ընդունում։ Նա կարձագանքի։ Եվ երբ արձագանքի, դաժան կլինի։ Տիկին Սելիայի խոսքերը արձագանքեցին սենյակում, Մարսելը սարսուռ զգաց իր ողնաշարում։ Նա նայեց հատակին ընկած դեղին վարդերի փնջին, որոշ թերթիկներ արդեն սկսում էին թառամել, հասկացավ, որ դա կլինի միայն մի մարտի սկիզբը, որը նա դժվարությամբ էր պատկերացնում։ Դրսում, մինչ նա մեքենա էր վարում նոր Նորքի փողոցներով, Լարիսան այնքան ուժեղ էր բռնել ղեկը, որ նրա մատները սպիտակել էին։ Զայրույթի արցունքներն այտերով հոսում էին կատարելապես դիմահարդարված դեմքով, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք կատաղության, նվաստացման, վիրավորված հպարտության արցունքներ էին, որոնք վրեժ էին պահանջում։ Նա վերցրեց բջջայինը հավաքեց մի համար, որը պահել էր ամիսներ շարունակ, պարզապես սպասելով օգտագործելու ճիշտ պահին։ Ալո։ Մյուս կողմից լսվեց տղամարդու պրոֆեսիոնալ ձայն։ Պետք է խոսենք։ Ես առաջարկ ունեմ ձեզ համար։ Մենդոնցա իմպորտներ ընկերության մասին։ Եվ այսպես մինչ գիշերը իջնում էր Երանի վրա, մանրակրկիտ պլանավորված վրեժի մեխանիզմները սկսեցին շարժվել։ 2 շաբաթ էր անցել այդ տրավմատիկ կեսօրից։ Տիկին Սելյան թույլ էր տվել Ֆերնանդային, իր վստահելի վարսահարդարին, կարգի բերել իր գանգուրներից մնացածը։ Արդյունքը կարճ էլեգանտ կտրվածք էր, որը, ըստ Մարիայի, նրան ավելի երիտասարդ էր դարձնում։ Բայց Սելյան դեռ կարոտում էր գանգուրների ծանոթ ծանրությունը մեջքին, մազերի ալիքների վրայով մատները տանելու զգացումը, որոնք նրան կապում էին մոր հիշողության հետ։ Մարսելը նորից սկսել էր նրան ամեն օր այցելել։ Նրանք միասին ճաշում էին, խոսում ընկերության, կյանքի մասին։ Նա գրեթե պաշտպանող հոգատարություն էր դրսորում, կարծես ցանկանում էր փոխհատուցել այն ամիսների հեռավորությունը, որը Լարիսան ստեղծել էր նրանց միջ։ Բայց Սելյան հաստատուն լարվածություն էր նկատում որդու մոտ, մի մտահոգություն, որը նա փորձում էր թաքցնել, բայց որը նա զգում էր յուրաքանչյուր դադարի, յուրաքանչյուր ավելի խորը հոգոցի մեջ։ Մայրիկ, պետք է մի բան պատմեմ ձեզ, ասաց Մարսելը երեքշաբթի օրվա ճաշի ժամանակ։ Ես տարօրինակ զանգեր եմ ստանում։ Հին հաճախորդներ կասկածի տակ են դնում իմ ղեկավարման կարողությունը, ներդրողներ շտապ հանդիպումներ են խնդրում, վերագնահատելու իրենց մասնակցությունը ընկերությանը։ Սելյան պատառաքաղը մի կողմ դրեց, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով որդու վրա։ Ինչ են նրանք ասում կոնկրետ։ Մարսելը վարանեց։ Դա ձեր մասին է, մայրիկ։ Ասում են, որ հիվանդ եք, որ ձեր մտավոր առողջությունը վատթարացել է, որ դա ինձ էմոցիոնալ անկայուն է դարձնում ընկերությունը ղեկավարելու համար։ Ոմանք նույնիսկ ակնարկում են, որ ես ձեզ պահում եմ անհարմար պայմաններում։ Զայրույթից Սելիայի արյունը եռաց։ Լարիսան։ Ես ապացույցներ չունեմ, բայց այո, կարծում եմ, որ նա է։ Նա գիտի մեր բոլոր բիզնես կապերը, մասնակցել է կարևոր հանդիպումների, ունի հիմնական անձանց հեռախոսահամարները։ Եվ տեղեկատվության տարածման ձ մանրակրկիտ է, հաշվարկված։ Մարիան այդ պահին մտավ սենյակ, սուրճի սկուտեղը ձեռքին։ Տիկին Սելիա, կներեք ընդհատելու համար, բայց տիկին Բեատրիսը զանգել էր։ Ասաց, որ վաղը չի կարող գալ թեյի, քանի որ վերջին պահին գործ է ունեցել։ Սելյան կնճռոտեց հոնքերը։ Բեատրիսը նրա ընկերուհին էր 40 տարուց ավելի այն ժամանակներից, երբ իրենց երեխաները միասին էին սովորում Թումանյանի անվան դպրոցում։ Նրանք երբեք չէին բաց թողնում հինգշաբթի օրվա թեյերը։ Ինչ-որ բան սխալ էր։ Հաջորդ օրերին այլ ընկերներ սկսեցին չեղարկել հանդիպումները։ Բարեգործական միջոցառումների հրավերները, որոնք Սելյան միշտ ստանում էր, պարզապես դադարեցին գալ։ Նրա շուրջը լռությունն աճում էր, կարծես անտեսանելի ստվերը մեկուսացնում էր նրան իր ճանաչած աշխարհից։ Հենց Մարսելը հայտնաբերեց խնդրի չափը։ Ռոդրիգոն, համալսարանական ընկերը, ով աշխատում էր Մենդոնցա իմպորտներ ընկերության գործընկեր բանկում, նրան սուրճի հրավիրեց կենտրոնում։ Այնտեղ, զգուշությամբ տեսանելի շփոթմունքով, պատմեց, թե ինչ էր լսում ֆինանսական շուկայի միջանցքներում։ Մարսել, պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Ասում են, որ ձեր մայրը ծանր դրվագներ է ունենում։ Որ նա շփոթում է անունները, որ երբեմն չի ճանաչում մարդկանց, որ ագրեսիվ է դառնում։ Ընտանիքին մոտ կանգնած մի
Աղբյուր տարածում է այդ տեղեկությունները, առաջարկելով, որ դուք գուցե պետք է քննարկեք նրա համար դատական խնամակալություն, հանուն նրա բարօրության։ Մարսելը զգաց, թե ինչպես սառեց արյունը։ Խնամակալություն։ Ռոդրիգո, իմ մայրը կատարելապես պարզամիտ է։ Նա կույր է, ոչ թե թուլամիտ։ Ես գիտեմ, ընկերս։ Ես տիկին Սելիային ճանաչում եմ դեռ դեռահասության տարիներից։ Ես գիտեմ, որ նա փայլուն է։ Բայց այն անձը, ով տարածում է այդ պատմությունները, համոզիչ է։ Նա խոսում է զգացմունքով, կարծես իսկապես հոգ է տանում, կարծես մտահոգված է։ Եվ ավելին, նա մանրամասներ ունի։ Գիտի մտերիմ բաներ ձեր ընտանիքի մասին։ Լարիսան։ Ռոդրիգոն գլխով արեց։ Ես ենթադրում էի, որ նա է։ Լսել եմ, որ դուք բաժանվել եք։ Կներեք, ընկերս։ Երբ Մարսելը այդ գիշեր տուն հասավ, մորը գտավ գրադարանում աուդիոգիրք լսելիս։ Նա նստեց նրա կողքին, պատմեց այն ամենը, ինչ Ռոդրիգոն բացահայտել էր։ Նա փորձում է ինձ ոչնչացնել, մայրիկ։ Նա ձեզ օգտագործում է որպես զենք, իմ հեղինակությունը, իմ ընկերությունը, այն ամենը, ինչ մենք կառուցել ենք, պղծելու համար։ Սելյան բռնեց որդու ձեռքը։ Ապա մենք պետք է ցույց տանք ճշմարտությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ սուտը սահմանի, թե ով ենք մենք։ Բայց ինչպես։ Ինչպես պայքարել այդքան նենգ բանի դեմ։ Մարիան գաղափարը տվեց։ Նա խոհանոցից լսել էր զրույցը, վճռականությամբ մտավ գրադարան։ Տիկին Սելիա, ինչ եք կարծում հարցազրույց տալու մասին։ Ցույց տալու բոլորին, որ դուք կատարելապես լավ եք, որ ձեր միտքը սուր է, ինչպես միշտ։ Մարսելը նայեց Մարիային, ապա մորը։ Լավ գաղափար է։ Մենք կարող էինք հրավիրել հարգված մեկին, հայտնի լրագրողի։ Բայց Սելյան վարանեց։ Ես չեմ ուզում դա կրկեսի վերածել։ Ես չեմ ուզում, որ մտածեն, թե ես ինձ պաշտպանում եմ իրական մեղադրանքներից։ Հենց դրա համար էլ պետք է խոսեք, մայրիկ։ Որովհետև լռությունը մեկնաբանվում է որպես հաստատում։ Մինչդեռ, կենտրոնի շքեղ բնակարանում Լարիսան հանդիպում էր Վինիսիուս Կարվալյոյի Մենդոնցա իմպորտներ ընկերության գլխավոր մրցակցի հետ։ Նա 50-ից մի փոքր ավելի տարիքի տղամարդ էր, կատարելապես սանրված ճերմակ մազերով, իտալական կոստյումով ժպիտով, որը երբեք չէր հասնում աչքերին։ Այն պայմանագրերը, որոնք դուք նշեցիք, երբ հասանելի կլինեն, հարցրեց Վինիսիուսը, իրեն շոտլանդական վիսկի լցնելով։ Լարիսան բացեց պայուսակը, հանեց մի ֆլեշ գրիչ։ Ահա Մենդոնցայի հիմնական մատակարարները, բանակցված արժեքները, շահույթի մարժաները, երկարաժամկետ ռազմավարությունները։ Այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է նրանց քայլերը կանխատեսելու համար։ Եվ փոխարենը։ Փոխարենը, երբ նրա ընկերությունը կկործանվի, դուք ինձ տնօրենի պաշտոն կերաշխավորեք ձեր ընկերությունում։ Եվ 10% բաժնետիրական մասնակցություն։ Վինիսիուսը վերցրեց ֆլեշ գրիչը, դրեց իր պիջակի գրպանում։ Դուք տպավորիչ կին եք, Լարիսա։ Անգութ, բայց տպավորիչ։ Նա ժպտաց, սառը հաշվարկված ժպիտով։ Ես փրկված եմ, Վինիսիուս։ Եվ փրկվածները անում են այն, ինչ անհրաժեշտ է։ 2 օր անց Մարսելը շտապ զանգ ստացավ իր արտրային տնօրենից։ Նրա հիմնական ասիական մատակարարներից մեկին կապվել էր Կարվալյո իմպորտներ ընկերությունը, առաջարկելով նույն առաջարկը, ինչ իրենք էին առաջարկում, բայց մի փոքր ավելի լավ պայմաններով։ Անհնար էր, որ մրցակիցները իմանային այդ կոնկրետ մանրամասները, եթե ներքին մուտք չունենային։ Նա ընկերության տեղեկություններ է արտահոսում, ասաց Մարսելը մորը այդ գիշեր, ձայնը լի անհավատությամբ զայրույթով։ Բավարար չէր այն, ինչ նա արեց ձեզ հետ։ Հիմա փորձում է ոչնչացնել այն ամենը, ինչ իմ հայրը կառուցել է։ Սելյան երկար լուռ մնաց։ Ապա հանգիստ, բայց ամուր ձայնով ասաց. Որդիս, ատելությունն ու վրեժը թույներ են, որոնք նախ ոչնչացնում են նրանց, ովքեր կրում են դրանք։ Այս կինը ներսից թունավորված է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ թույնը մեզ էլ վարակի։ Բայց մայրիկ, ես չեմ կարող պարզապես թույլ տալ, որ նա դա անի։ Ես չասացի թողնել։ Ասացի չվարակվել։ Տարբերություն կա մերը պաշտպանելու նույն մթության մեջ կորչելու միջ, որտեղ նա բնակվում է։ Մարսելը գիտեր, որ մայրը ճիշտ է, բայց զայրույթը դժվար էր վերահսկել։ Նա վստահել էր Լարիսային, կիսվել էր գաղտնիքներով, ռազմավարություններով, երազանքներով։ Եվ նա ամեն ինչ օգտագործում էր իր դեմ։
Հաջորդ առավոտ անսպասելի բան տեղի ունեցավ։ Առանձնատան դուռը զանգահարեց, Մարիամ բացեց։ Դա Անտոնյան էր, նախկին աշխատակցուհին, ով տանը աշխատել էր 5 տարի, մինչ Լարիսան նրան ազատել էր 6 ամիս առաջ, պատճառաբանելով, որ այլս անհրաժեշտ չէ։ Տիկին Սելյա, ես պետք է խոսեմ ձեզ հետ, ասաց Անտոնյան, ձայնը թեթակի դողալով։ Լարիսայի մասին։ Այն մասին, թե ինչ է արել նա ինձ այլ մարդկանց հետ։ Սելյան, Մարսելը Մարիան հավաքվեցին հյուրասենյակում Անտոնյայի հետ, ով արցունքների զայրույթի միջով պատմեց իր պատմությունը։ Լարիսան բազմիցս նվաստացրել էր նրան, հորինում էր սխալներ, որոնք Անտոնյան իբր գործել էր, ստեղծում էր ամոթալի իրավիճակներ, ապա ազատել էր նրան առանց հիմնավոր պատճառի, պնդելով, որ նա գողանում էր։ Նա ինձ պրոֆեսիոնալ առումով ոչնչացրեց, տիկին Սելյա։ Ոչ ոք այլս չցանկացավ ինձ աշխատանքի ընդունել այն պատմություններից հետո, որոնք նա տարածել էր։ Բայց երբ թաղամասից իմացա, թե ինչ է արել նա ձեզ հետ, որոշեցի, որ պետք է խոսեմ։ Պետք է ճշմարտությունը պատմեմ։ Մարսելը Անտոնյայի ցուցմունքը ձայնագրեց իր բջջայինով, նրա թույլտվությամբ։ Դա Լարիսայի վարքագծի օրինաչափության առաջին կոնկրետ ապացույցն էր։ Բայց նրանք գիտեին, որ ավելին է պետք։ Գիշերը, երբ Մարսելն արդեն հեռացել էր, Մարիան քնել էր, տիկին Սելյան մենակ մնաց իր բազկաթոռին, ձեռքերը հենած կահույքի բազկաթոռին, միտքը աշխատում էր բոլոր հնարավորությունների վրա։ Նա գիտեր, որ իսկական պայքարը չէր մղվելու զայրույթով կամ վրեժով, այլ ճշմարտությամբ արժանապատվությամբ։ Դրսում Սանա լիճը արտացոլում էր քաղաքի լույսերը, Մայր Հայաստան արձանը լուսավորված էր մնում հաղթանակի զբոսայգու բլուրի վրա, ձեռքերը բացած երանի վրա։ Եվ այդ նույն քաղաքի ինչ-որ տեղ Լարիսան պլանավորում էր իր հաջորդ քայլը, անտեղյակ, որ այն փոթորիկը, որը նա սկսել էր, պատրաստվում էր շրջվել իր դեմ այնպիսի ձեռով, որոնք նա երբեք չէր կարող պատկերացնել։ Դատական ծանուցումը եկավ երկուշաբթի առավոտյան, հանձնված դատական կատարածուի կողմից, ով կարծես շփոթված էր ծրարը Մարսելին հանձնելիս։ Դա խնամակալության հայց էր, խնդրելով, որ տիկին Սելյա Մենդոնցան հայտարարվի անկարող, կառավարելու իր սեփական ունեցվածքը որոշումները, մտավոր ծանր խանգարման պատճառով։ Մարսելը դողդողուն ձեռքերով կարդաց փաստաթուղթը։ Հայցին գծված էր բժշկական եզրակացություն, որը ենթադրաբար ստորագրված էր Երանի հայտնի նյարդաբան դոկտոր Հենրիկ Ֆոնսեկայի կողմից, հաստատելով, որ տիկին Սելյան ցուցաբերում էր ծերունական դեմենցիայի, վերջին հիշողության կորստի, ագրեսիվության դրվագների, անհապաղ խնամակալության անհրաժեշտության առաջադեմ նշաններ։ Բայց մի խնդիր կար։ Տիկին Սելյան երբեք չէր խորհրդակցել դոկտոր Ֆոնսեկայի հետ։ Իրականում նա նյարդաբանի մոտ չէր այցելել ավելի քան 3 տարի, այն ժամանակից ի վեր, երբ իր վստահելի բժիշկը հաստատել էր, որ նրա կուրությունն անդառնալի է, բայց նրա ճանաչողական առողջությունը կատարյալ է։ Սա անհնար է, ասաց Մարսելը ընտանիքի փաստաբանին, դոկտոր Պաուլո Մենդեսին, ով անմիջապես կանչվել էր։ Իմ մայրը երբեք չի տեսել այդ բժշկին։ Այս եզրակացությունը կեղծ է։ Պաուլո Մենդեսը 60-ամյա փորձառու փաստաբանը, ով ճանաչում էր Մենդոնցաների ընտանիքը դեռ Մարսելի մանկությունից, ուշադիր ուսումնասիրեց փաստաթուղթը։ Ես անմիջապես կապ կհաստատեմ դոկտոր Ֆոնսեկայի գրասենյակի հետ։ Եթե փաստաթուղթը կեղծ է, դա կեղծիքի հանցագործություն է։ Եվ ես կխնդրեմ ձեր մոր փորձաքննություն դատարանի դատաբժշկի կողմից։ Դա կհերքի բոլոր այդ պնդումները։ Բայց ո՞վ է հայց ներկայացրել, հարցրեց Մարսելը, փնտրելով փաստաթղթում։ Այն ներկայացվել է Տարեցների իրավունքների պաշտպանության կազմակերպության, Հույսի կամուրջ անունով ՀԿ-ի կողմից։ Բայց ես խորհուրդ կտամ, որ դրա հետում թաքնված ֆինանսավորող կա։ Մարսելը սրտխառնոցի ալիք զգաց։ Լարիսան գտել էր նրանց հարձակվելու միծ, որը թվաց օրինական, նույնիսկ մարդասիրական։ Նա թաքնվում էր մի կազմակերպության հետում, որը մակերեսային առումով մտահոգված էր խոցելի տարեց կնոջ բարեկեցությամբ։ Երբ նա մորը պատմեց հայցի մասին, ակնկալում էր նրան շոկի կամ վախեցած գտնել։ Բայց տիկին Սելյան պարզապես խորը հոգոց հանեց ասաց. Նա հուսահատ է։ Հուսահատ մարդիկ սխալներ են գործում։ Եվ սխալները հետքեր են թողնում։ Մայրիկ, ինչպես կարող եք այդքան հանգիստ լինել։ Նրանք ուզում են ձեզ անկարող հայտարարել։ Որովհետև ես գիտեմ, թե ով եմ որդիս։ Կեղծ թուղթը դա չի փոխում։ Եվ որքան շատ նա մեծացնի իր սուտը, այնքան ավելի հեշտ կլինի ապացուցել ճշմարտությունը։ Դոկտոր Պաուլոն արագ աշխատեց։
48 ժամվա ընթացքում նա ուներ դոկտոր Հենրիկ Ֆոնսեկայի սեփական հայտարարությունը, հաստատելով, որ նա երբեք չէր զննել տիկին Սելիա Մենդոնցային, որ փաստաթղթի վրա իր ստորագրությունը կեղծվել էր։ Բժիշկը կատաղած էր խոստացավ լիովին համագործակցել ցանկացած հետաքննության հետ։ Բացի այդ, Պաուլոն կազմակերպեց տիկին Սելիայի ամբողջական գնահատումը 3 տարբեր մասնագետների կողմից՝ նյարդաբան, հոգեբույժ, գերոնտոլոգ, բոլորն էլ հարգված առանց ընտանիքի հետ որենախնական կապի։ Զննումները լայնածավալ էին, տեցին 2 ամբողջ օր, արդյունքը միաձայն էր, Սելիա Մենդոնցան լիովին մտավոր կարողությունների մեջ էր, գերազանց հիշողությամբ, պահպանված տրամաբանական մտածողությամբ, իրավիճակի ամբողջական գիտակցությամբ։ Սա պետք է թաղեր հայցը, ասաց Մարսելը, թեթացած։ Բայց Պաուլոն գլուխը թափահարեց։ Սա ապացուցում է, որ նա պարզամիտ է հիմա։ Բայց Լարիսան կարող է պնդել, որ նախորդ եզրակացությունները կոնկրետ դրվագների մասին էին, որ վիճակը ընդհատվող է։ Մենք պետք է ավելին անենք։ Մենք պետք է բացահայտենք, թե ով է դրա հետում ինչու։ Հենց այդ ժամանակ Մարսելը որոշեց ավելի խորը հետաքննել։ Նա վարձեց մասնավոր հետախույզ Ֆերնանդո Ալվեսին, նախկին քաղաքացիական ոստիկան, ով հայտնի էր իր զուսպ արդյունավետ լինելով։ Ֆերնանդոն սկսեց հետել Լարիսայի տեղաշարժերին վերջին շաբաթների ընթացքում։ Այն, ինչ նա հայտնաբերեց, սարսափելի էր։ Լարիսան բազմիցս հանդիպել էր Վինիսիուս Կարվալյոյի Մենդոնցա իմպորտներ ընկերության մրցակցի հետ։ Կային լուսանկարներ, որտեղ նրանք մտնում դուրս էին գալիս թանկարժեք ռեստորաններից, նրա գրասենյակից, նույնիսկ Դիլիջանի հյուրանոցից։ Ավելի կարևոր է, Ֆերնանդոն կարողացավ ապացուցել, որ Լարիսան մուտք էր գործել ընկերության համակարգ, օգտագործելով Մարսելի մուտքի տվյալները, որոնք նա գիտեր այն ժամանակվանից, երբ նրանք ընկերություն էին անում, ներբեռնել էր գաղտնի ֆայլեր։ Նա պարզապես լուրեր չի տարածում, Ֆերնանդոն հաղորդեց Մարսելին իր գրասենյակում։ Նա արդյունաբերական լրտեսություն է կատարում։ Ներբեռնված փաստաթղթերը ներառում են պայմանագրեր, գնագոյացման ռազմավարություններ, ընթացիկ բանակցությունների մասին տեղեկություններ։ Սրանով Կարվալյո իմպորտներ ընկերությունը կարող է կանխատեսել ձեր բոլոր քայլերը։ Մարսելը զայրույթի դավաճանության այնպիսի ուժեղ խառնուրդ զգաց, որ ստիպված էր նստել։ Կարող եմ նրան դատի տալ դրա համար։ Կարող եք, պետք է։ Բայց առաջարկում եմ, որ դա անենք ռազմավարորեն։ Եթե մենք ներկայացնենք այս բոլոր տեղեկությունները միանգամից, հրապարակայնորեն, ազդեցությունն ավելի մեծ կլինի։ Նա չի ունենա պաշտպանվելու միջոց։ Մինչդեռ, Լարիսան ավելի ու ավելի վստահ էր դառնում։ Խնամակալության հայցը մեկնաբանություններ էր առաջացրել երանյան հասարակության մեջ։ Մարդիկ սկսում էին բացահայտորեն կասկածի տակ դնել, թե արդյոք Մարսելը իսկապես ի վիճակի է հոգ տանել իր մոր մասին։ Հույսի կամուրջը ՀԿ-ն մանիպուլյացիայի ենթարկված Լարիսայի կողմից տրամադրված կողմնակալ տեղեկություններով հրապարակայնորեն պաշտպանում էր տիկին Սելիային պաշտպանելու անհրաժեշտությունը։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը լիովին կփոխեր իրավիճակի ընթացքը։ Մի երիտասարդ անկախ լրագրող Ռաֆայել Տորես անունով, ով YouTube-ում ուներ գրեթե կես միլիոն բաժանորդ, կենտրոնացած սոցիալական անարդարությունների պատմությունների վրա, պատմությունը իմացավ անանուն աղբյուրից, ով իրականում Անտոնիան էր, նախկին աշխատակցուհին։ Ռաֆայելը հետաքրքրվեց։ Այդ պատմության մեջ ինչ-որ տարօրինակ բան կար։ Հարուստ տարեց կինը, իբր թե վատ վերաբերմունքի էր ենթարկվում որդու կողմից, սովորական էր, բայց մանրամասները չէին համընկնում։ Տիկին Սելիան ամբասիր հեղինակություն ուներ թաղամասում, հայտնի էր իր պարզամտությամբ խելքով, նույնիսկ տեսողությունը կորցնելուց հետո։ Եվ որդին Մարսելը երբեք որևէ վարքագիծ չէր ցուցաբերել, որը կհուշեր անտեսում կամ չարաշահում։ Նա որոշեց հետաքննել։ Նախ, նա գնաց նոր Նորքի առանձնատան շրջակայք զրուցեց հին բնակիչների հետ։ Բոլորը հիացմունքով էին խոսում տիկին Սելիայի մասին։ Բոլորը տարօրինակ էին համարում վերջին լուրերը։ Ոմանք նշեցին, որ տեսել էին մի երիտասարդ կնոջ, ով հաճախ էր այցելում տուն, բայց վերջին ժամանակներս նա այլևս չէր հայտնվում։ Ռաֆայելը խնդրեց հարցազրույց տիկին Սելիայի հետ։ Մարսելը սկզբում վարանեց, վախենալով, որ դա պարզապես բացասական լուսաբանմանս մեկ միջոց կլինի։ Բայց մայրը զարմացրեց բոլորին, ասելով, որ կընդունի։ Ես ուզում եմ խոսել, որդիս։ Ես ուզում եմ, որ մարդիկ ինձ տեսնեն, լսեն իրենց եզրակացություններն անեն։ Հարցազրույցը նշանակվեց անցկացնել հենց առանձնատանը, գրադարանում, որտեղ տիկին Սելիան անցկացնում էր իր օրերի մեծ մասը։ Ռաֆայելը եկավ փոքր թիմով, միայն ինքը, օպերատորը, պրոդյուսերը։
Նպատակը մտերմիկ, անձնական բան ստեղծելն էր, հեռու սենսացիոնալիզմից։ Երբ տեսախցիկը սկսեց նկարահանել, Ռաֆայելը ուղիղ, բայց հարգալից հարցեր տվեց։ Տիկին Սելյան խոսեց իր կյանքի, տեսողությունը կորցնելու, ամուսնուն կորցնելուց հետո միայնակ որդուն մեծացնելու մասին։ Խոսեց այն ընկերության մասին, որը ամուսինը կառուցել էր, որը որդին հաջողությամբ պահպանում էր։ Խոսեց իր օրերի, առօրյայի, իր պարզամտության մասին։ Եվ ապա, այնպիսի քաջությամբ, որը զարմացրեց նույնիսկ Մարսելին, նա խոսեց Լարիսայի մասին։ Ոչ թե զայրույթով կամ դառնությամբ, այլ ցավալի անկեղծությամբ, որն անհնար էր անտեսել։ Մի անձնավորություն, ով պետք է ողջունվեր մեր տանը, ընտրեց դաժանության ճանապարհը։ Նա կտրեց իմ մազերը, իմ կամքին հակառակ նվաստացրեց ինձ, հիմա փորձում է ոչնչացնել այն հեղինակությունը, որը ես 71 տարի եմ կառուցել։ Բայց ես անօգնական զոհ չեմ։ Ես մի կին եմ, ով կորցրել է տեսողությունը, բայց երբեք չի կորցրել բանականությունը։ Եվ ես թույլ չեմ տա, որ սուտը սահմանի իմ պատմությունը։ Տիկին Սելիայի խոսքերը, որոնք ասվեցին այդքան արժանապատվությամբ զսպված հույզերով, հզոր էին։ Նրա դիրքը, մտքերը արտահայտելուձը, իրադարձությունները նկարագրելու պարզությունը, ամեն ինչ հերքում էր դեմենցիայի կամ մտավոր շփոթության ցանկացած ակնարկ։ Ռաֆայելը հարցրեց, թե արդյոք նա վախենում է ապագայից, արդյոք վախենում է, որ խնամակալության հայցը կընդունվի։ Սելյան թեթակի ժպտաց։ Վա… Ոչ։ Որովհետև ճշմարտությունը միշտ ճանապարհ է գտնում։ Կարող է երկար տել, կարող է ցավոտ լինել, բայց այն միշտ գալիս է։ Եվ ես վստահում եմ, որ բարի մարդիկ, երբ բախվեն ճշմարտության հետ, կկարողանան ճանաչել այն։ Երբ հարցազրույցը խմբագրվեց, հրապարակվեց Ռաֆայելի ալիքում, ազդեցությունը հսկայական էր։ 24 ժամվա ընթացքում տեսանյութն ուներ ավելի քան 1 միլիոն դիտում։ Մեկնաբանությունները ճնշող մեծամասնությամբ կողմ էին տիկին Սելյային։ Մարդիկ կիսվում էին իրենց սեփական անարդարությունների պատմություններով, զայրույթ էին հայտնում կատարվածի վերաբերյալ, պահանջում էին, որ ճշմարտությունը հետաքննվի։ Պատմությունը սկսեց փոխվել։ Ավանդական թերթերը վերցրեցին պատմությունը։ Հեռուստատեսային հաղորդումները Մարսելին հրավիրեցին հարցազրույցների։ Հույսի կամուրջը ՀԿ-ն, հասկանալով, որ մանիպուլյացիայի է ենթարկվել, հետ կանչեց խնամակալության հայցը հրապարակային ներողություն խնդրեց։ Եվ Լարիսան, առաջին անգամ այն պահից ի վեր, երբ նա սկսել էր իր վրեժխնդրության արշավը, զգաց, որ հողը սկսում է տատանվել իր ոտքերի տակ։ Հարցազրույցի տեսանյութը շարունակում էր վիրուսային դառնալ։ Տիկին Սելյան, անսպասելիորեն, դարձել էր արժանապատվության դիմադրության խորհրդանիշ։ Աջակցության հաղորդագրություններ էին գալիս ամբողջ Հայաստանից։ Մարդիկ ծաղիկներ, նամակներ, նվերներ էին ուղարկում։ Նոր-Նորքի առանձնատունը, որը շաբաթներ շարունակ լարվածության վախի վայր էր եղել, սկսում էր վերականգնել իր խաղաղությունը։ Բայց Մարսելը գիտեր, որ Լարիսան հեշտությամբ չէր հանձնվի։ Եվ նա ճիշտ էր։ Հարցազրույցը հրապարակվելուց 3 օր անց Մարիան դռան զանգին պատասխանեց դռան մոտ ծաղիկների առաքիչ գտավ։ Նա բերել էր մեծ, շքեղ ծաղկեփունջ, վարդերով, շուշաններով, խոլորձներով։ Բացիկի վրա պարզապես գրված էր «Տիկին Սելյային, հիացմունքով, հարգանքով»։ Մի երկրպագուհուց։ Մարիան ընդունեց ծաղկեփունջը, տարավ հյուրասենյակ, դնելով կենտրոնական սեղանին։ Ծաղիկներն իսկապես գեղեցիկ էին, բուրավետ, կարծես անթերի։ Սելյան, նստած իր բազկաթոռին, զգաց ծաղիկների ուժեղ բույրը, խնդրեց դիպչել դրանց։ Հենց այդ ժամանակ նրա զգայուն մատները գտան մի բան, որը չպետք է լիներ այնտեղ։ Ծաղիկների ցողունների մեջ, խնամքով թաքնված ցողունների տերների միջ, կային բարակ մետաղալարեր երկար, սուր փշեր, տեղադրված այնպես, որ ցանկացած մարդ, ով փորձեր անզգույշ վերցնել ծաղկեփունջը, լրջորեն կվնասվեր։ Մարիա… Սելյան կանչեց, ձայնը ամուր։ Հեռացրեք դա այստեղից։ Հիմա… Մարիան վազեց դեպի հյուրասենյակ։ Ինչ եղավ, տիկին Սելյա։ Այս ծաղիկները… Ինչ-որ բան սխալ է դրանց հետ։ Զգացեք այստեղ, զգուշությամբ։ Մարիան զգուշությամբ դիպչեց ծաղկեփնջին, անմիջապես զգաց կտրող մետաղալարերը։ Աստված իմ… Ով կաներ նման բան։ Մարսելին անմիջապես կանչեցին։ Երբ նա եկավ, տեսավ թակարդի մեջ ընկած ծաղկեփունջը, սառը զայրույթ զգաց իր ներսում։ Նա վերցրեց բացիկը, շրջեց այն, փնտրեց, որ է հուշում։ Ուղարկողի հասցե չկար, բայց նա ճիշտ գիտեր, թե ով էր ուղարկել։
Բավական է, ասաց նա, ձայնը դողալով զսպված հույզերից։ Սա ավարտվեց։ Ես հենց հիմա կգնամ ոստիկանական բաժանմունք։ Որդիս, սպասեք, Սելյան բռնեց նրա բազուկը։ Նախքան որևէ բան անելը, մտածեք։ Նա ուզում է, որ դուք զայրույթով արձագանքեք, որ սխալ գործեք։ Մի տվեք նրան այդ բավարարությունը։ Բայց մայրիկ, նա փորձեց ձեզ վնասել։ Սա ուղղակի սպառնալիք է։ Եվ հենց դրա համար էլ դուք պետք է խելամտորեն գործեք, ոչ թե կատաղությամբ։ Կանչեք դոկտոր Պաուլոյին, փաստաթղթավորեք դա, ամեն ինչ ճիշտ արեք։ Օրենքը հիմա մեր կողմից է։ Մարսելը խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել իր ներսի փոթորիկը։ Մայրը ճիշտ էր, ինչպես միշտ։ Նա լուսանկարեց ծաղկեփունջը բոլոր անկյուններից, նկարահանեց Մարիային, ով նկարագրում էր, թե ինչպես էր ծաղկեփունջը հասել, բացիկը պահեց որպես ապացույց։ Դոկտոր Պաուլոն, երբ տեսավ լուսանկարները, լսեց պատմությունը, զայրացավ։ Սա բավարար է սահմանափակման հրամանի համար։ Եվ կախված նրանից, թե ինչպես դատավորը կմեկնաբանի, դա կարող է դիտվել որպես հարձակման փորձ։ Ես հենց այսօր կներկայացնեմ հայցը։ Սահմանափակման հրամանը տրվեց 48 ժամվա ընթացքում։ Լարիսա Ֆերեյրային արգելվեց մոտենալ տիկին Սելյա Մենդոնցային, Մարսել Մենդոնցային կամ Նոր Նորքի առանձնատանը 200 մետրից ավելի մոտ։ Ցանկացած խախտում կհանգեցներ անհապաղ ձերբակալության։ Երբ նրան ծանուցեցին, Լարիսան կատաղության նոպա ունեցավ իր բնակարանում։ Կոտրեց բաժակներ, պատին նետեց առարկաներ, բղավեց մինչ ձայնը կորցնելը։ Ինչպես էին նրանք համարձակվում։ Ինչպես էին այդ կույր պառավը նրա անփույթ որդին այսպես շրջել իրավիճակը։ Նա հուսահատորեն զանգահարեց Վինիսիուս Կարվալյոյին։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Նրանք սահմանափակման հրաման են ստացել իմ դեմ։ Մենք պետք է արագացնենք մեր ծրագրերը ընկերության հետ։ Բայց Վինիսիուսը, ով հետել էր տիկին Սելյայի հարցազրույցի ամբողջ արձագանքին, ով ամենից առաջ պրագմատիկ գործարար էր, վերանայում էր Լարիսայի հետ իր դաշինքը։ Կինը ռիսկ էր դառնում, անկանխատեսելի փոփոխական, որը կարող էր իր սեփական հեղինակությունը քաշել ցեխի մեջ։ Լարիսա, կարծում եմ, մենք պետք է դադար վերցնենք։ Հիմա ամեն ինչ շատ թեժ է։ Մեր ցանկացած քայլ կդիտվի կասկածով։ Դադար վերցնել։ Դուք կատակում եք։ Մենք ամեն ինչ ունենք նրանց ոչնչացնելու համար։ Ունեինք։ Մինչ այդ հարցազրույցը։ Հիմա Մենդոնցա իմպորտներ ընկերության դեմ ցանկացած գործողություն կմեկնաբանվի որպես հալածանք։ Ես չեմ կարող այդպես ռիսկի դիմել։ Եվ նա անջատեց հեռախոսը, Լարիսային մենակ թողնելով իր զայրույթի հիասթափության հետ։ Բայց նա պատրաստ չէր հանձնվել։ Եթե չէր կարող հարձակվել օրինական կամ գործարարական ուղիներով, ապա այլց կգտներ։ 2 գիշեր անց, մոտավորապես ժամը 11-ին, նա մեքենա վարեց դեպի Նոր Նորք։ Նա գիտեր սահմանափակման հրամանի մասին, բայց զայրույթը մթագնել էր ինքնապահպանման ցանկացած զգացում։ Նա մեքենան կայանեց առանձնատնից 3 թաղամաս այն կողմ քայլեց թաղամասի ծառապատ փողոցներով։ Նա պլանավորել էր մտնել հետի կողմից, գուցե պարզապես հաղորդագրություն թողնել, մի բան, որը Մարսելին տիկին Սելյային կհիշեցներ, որ նա դեռ այնտեղ է, դեռ սպառնալիք է։ Բայց երբ նա մոտեցավ առանձնատանը, գտավ մի բան, որը չէր սպասում։ Տան դիմացի մայթին մարդիկ կային։ Ոչ շատ, թերս 10 կամ 15, բայց բոլորը վառված մոմեր էին պահում, կազմելով լուր հսկողություն։ Նրանք հարաններ էին, ընկերներ, թաղամասի մարդիկ, ովքեր տեսել էին հարցազրույցը, որոշել էին ցույց տալ իրենց աջակցությունը տիկին Սելյային։ Տիկին Մարսյան, 75-ամյա հարանուհին, ով ապրում էր 3 տուն այն կողմ, պահում էր մի փոքրիկ պաստառ, որի վրա գրված էր «Ուշ, տիկին Սելյա»։ Պարոն Ֆերնանդոն, անկյունի հացատան տերը, բերել էր սուրճով թերմոս ներկաներին բաժանելու համար։ Նույնիսկ երեխաներ էին այնտեղ, ձեռքներին նկարներ, քնքուշ հաղորդագրություններ։ Լարիսան կանգնեց անկյունում, ծառի ստվերում թաքնված, դիտելով տեսարանը շոկի անզոր կատաղության խառնուրդով։ Դա անհնար էր։ Ինչպես էր այդ կինը, այդ կույր անկարոր պառավը, շահել այդքան մարդկանց աջակցությունը։ Հենց այդ ժամանակ ինչ-որ մեկը տեսավ նրան։ Դա նա չէ, հարցրեց մի երիտասարդ ձայն, մատնացույց անելով Լարիսայի ուղղությամբ։ Պատմության մեջի կինը։ Լարիսան զգաց, թե ինչպես խուճապը տիրեց նրան։ Նա արագ շրջվեց, սկսեց քայլել դեպի մեքենան, բայց ուրիշներն էլ էին նրան տեսել։
Մարսելի նախկին ընկերուհին։ Դա նա է։ Նա սկսեց վազել, բայց նրա բարձրակրունկները դժվարացնում էին փախուստը։ Ինչ-որ մեկն արդեն ոստիկանություն էր կանչում։ Լարիսան կարողացավ հասնել մեքենային, արագ մտավ, արագությամբ հեռացավ, ձեռքերը դողալով ղեկի վրա։ 20 րոպե անց ոստիկանական մեքենան թակեց նրա կենտրոնի բնակարանի դուռը։ Նրան տեղեկացրին, որ նա խախտել է սահմանափակման հրամանը, պետք է ուղեկցի նրանց ոստիկանական բաժանմունք։ Նվաստացումը, իր շենքից դուրս ուղեկցվելը, երբ հարանները նայում էին պատուհանից, գրեթե անտանելի էր։ Ոստիկանական բաժանմունքում նա ստիպված էր ստորագրել պարտավորություն վճարել գրավ։ Ոստիկանապետը պարզ էր ասում, նոր խախտումը կհանգեցնի նախնական կալանքի։ Երբ նրան վերջապես ազատ արձակեցին լուսադեմին, Լարիսան հյուծված էր, պարտված, բայց դեռ լիովին կոտրված չէր։ Մինչդեռ նոր նորքի առանձնատանը, տիկին Սելյան նստած էր երկրորդ հարկի պատշգամբում, լսելով ներքի հսկողության ձայները։ Մարիան իջել էր, շնորհակալություն հայտնելու մարդկանց բաժանելու թխվածքաբլիթներ, որոնք նա հենց նոր էր պատրաստել։ Մարսելը մոր կողքին էր, բռնած նրա ձեռքը։ Մայրիկ, ամբողջ թաղամասի մարդիկ այստեղ են։ Բոլորն աջակցում են ձեզ։ Սելյան ժպտաց, արցունքները լուր հոսելով դեմքով։ Գիտեք, որդիս, երկար ժամանակ կարծում էի, որ այնքան շատ բան եմ կորցրել, երբ կորցրի տեսողությունս։ Բայց այսօր հասկանում եմ, որ ինչ-որ բան էլ շահել եմ։ Սովորեցի տեսնել մարդկանց ոչ թե արտաքինով, այլ էությամբ։ Եվ հայտնաբերեցի, որ աշխարհում շատ ավելի շատ բարություն կա, քան պատկերացնում էի։ Մարսելը համբուրեց մոր ձեռքը։ Կներեք, մայրիկ, որ թույլ տվեցի, որ Լարիսայի նման մեկը մտնի մեր կյանք, որ նախկինում չնկատեցի, թե ով էր նա իրականում։ Դուք սիրահարված էիք, որդիս։ Եվ սերը մեզ խոցելի է դարձնում։ Բայց նա մեզ հնարավորություն է տալիս սովորել, աճել։ Դուք սովորեցիք։ Եվ դա է կարևորը։ Ներքում հսկողությունը շարունակվում էր։ Մոմերը թրթռում էին գիշերային զեփյուրի մեջ, կազմելով լույսի հույսի փոքրիկ համաստեղություններ։ Եվ շաբաթներ շարունակ առաջին անգամ տիկին Սելյան զգաց, որ փոթորիկը վերջապես սկսում է անցնել։ Բայց դեռ մեկ վերջին մարդ կար մղելու։ Հաջորդ երկուշաբթի օրը նշանակված էր վճռորոշ հանդիպում Մենդոնցա իմպորտներ ընկերության ներդրողների հետ։ Նրանցից ոմանք, Աստված Լարիսայի տարածած լուրերից անկայունության մտահոգությունից, խնդրել էին արտահերթ ժողով վերագնահատելու իրենց մասնակցությունը ընկերությանը։ Մարսելը գիտեր, որ այդ հանդիպումը կորոշեր ընկերության ապագան։ Եվ նա ուներ պլան։ Մի պլան, որը կախված էր մոր քաջությունից, պարզամտությունից։ Երբ նա առաջարկեց գաղափարը, Սելյան միայն մի պահ վարանեց, նախքան համաձայնելը։ Ես այնտեղ կլինեմ, որդիս։ Ձեր կողքին։ Այնտեղ, որտեղ միշտ պետք է լինեի։ Եվ այսպես, մինչ Երանը պատրաստվում էր Արի լճից մեկ օրվան, մենդոնցաները պատրաստվում էին վերջնական առճակատմանը, որը կորոշեր ոչ միայն իրենց ընկերության ճակատագիրը, այլ իրենց պատվի ու արժանապատվության ամբողջական վերականգնումը։ Մենդոնցա իմպորտներ ընկերության ժողովների սենյակը, որը գտնվում էր Երանի կենտրոնում գտնվող արտրային շենքի 22-րդ հարկում, լեցուն էր։ Ընկերության 8 հիմնական ներդրողները ներկա էին, ոմանք թերահավատ արտահայտություններով, ոմանք հետաքրքրված։ Կար նա կառավարման խորհուրդը, կազմված 5 անդամից, ընկերության հիմնական բաժինների տնօրենները։ Բոլորը գիտեին, որ այդ հանդիպումը վճռորոշ էր։ Մարսելը շուտ էր եկել, 10-րդ անգամ վերանայելով իր ներկայացումը։ Ընկերության թվերը ամուր էին, պայմանագրերը շարունակում էին հոսել, բայց վստահությունը խարխլված էր։ Եվ բիզնես աշխարհում վստահությունը ամեն ինչ էր։ Երբ հանդիպման սկսվելուն 10 րոպե մնաց, դուռը բացվեց, տիկին Սելյան մտավ, Մարիայի ուղեկցությամբ։ Նա կրում էր էլեգանտ մուգ կապույտ զգեստ, կարճ մազերը խնամքով սանրված, կեցվածքը ուղիղ արժանապատիվ։ Սենյակում զարմացած լռություն տիրեց։ Ոչ ոք չէր սպասում նրա ներկայությանը։ Բարի օր բոլորին, ասաց Սելյան, ձայնը ամուր պարզ։ Գիտեմ, որ այս հանդիպմանը ինձ չէին սպասում, բայց որդիս ինձ հրավիրեց, ես կարող համարեցի այստեղ լինել։ Մարսելը մորն օգնեց նստել իր կողքի աթոռին, սեղանի գլխին։ Ներկաներից ոմանք անհարմար հայացքներ փոխանակեցին։ Մեծ մասը տեսել էր վիրուսային հարցազրույցը, բայց տիկին Սելյայի ներկայությունը այլ էր։ Դա իրական էր, շոշափելի, անհնարին անտեսել։
Պարոն Մենդոնցա, ներդրողներից մեկը, միջին տարիքի Ալբերտո Սանտոս անունով տղամարդը, խոսեց. Մենք գնահատում ենք ձեր մոր ներկայությունը, բայց սա տեխնիկական հանդիպում է ընկերության ապագայի մասին։ Մենք պետք է քննարկենք թվեր, ռազմավարություններ, կան նուրբ հարցեր, որոնք գուցե հարմար չեն։ Տարեց կույր տիկնոջ համար։ Սելյան նրբորեն, բայց ամուր ընդհատեց. Պարոն Սանտոս, ես գուցե չեմ տեսնում թվերը աղյուսակում, բայց ես այս ընկերությունը ճանաչում եմ ավելի լավ, քան այս սենյակում գտնվող ցանկացած մարդ։ Իմ ամուսինը այն հիմնադրել է 40 տարի առաջ, ես նրա կողքին եմ եղել յուրաքանչյուր կարևոր որոշման ժամանակ, երբ նա հեռացավ, ես օգնեցի որդուս այն ոտքի վրա պահել։ Այսպիսով, ամբողջ հարգանքով, ես ավելին քան հարմար եմ այստեղ լինելու համար։ Հաջորդած լռությունը ծանր էր, բայց ոչ անհարմար։ Դա հարգանքի լռությունն էր, որը ձեռք էր բերվում։ Մարսելը սկսեց իր ներկայացումը։ Նա ցույց տվեց վերջին երամսյակների թվերը, վերջերս կնքված պայմանագրերը, հաջորդ տարվա կանխատեսումները։ Ամեն ինչ ամուր էր։ Բայց ապա նա անսպասելի բան արեց։ Նա ուղղակիորեն անդրադարձավ սենյակում գտնվող փղին։ Գիտեմ, որ ձեզանից շատերը կասկածներ ունեն իմ ղեկավարման կարողության վերաբերյալ, ասաց նա, ուղղակիորեն նայելով յուրաքանչյուր ներդրողին։ Դուք լուրեր եք լսել էմոցիոնալ անկայունության, մորս հիվանդ լինելու, կասկածելի որոշումների մասին։ Եվ ես հասկանում եմ ձեր մտահոգությունը։ Ի վերջո, դուք ձեր գումարը, ձեր խաղադրույքները վստահում եք այս ընկերությանը։ Բայց ես պետք է, որ դուք իմանաք ճշմարտությունը։ Եվ ապա նա ամեն ինչ պատմեց։ Լարիսայի մասին, մանիպուլյացիայի մասին, մորը հարձակվելու մասին, խնամակալության կեղծ փաստաթղթի մասին, մրցակցությանը տեղեկություններ արտահոսելու մասին։ Նա մանրամասներ չխնայեց, չփորձեց մեղմացնել իր սեփական մեղքը, կույր լինելու համար այն ամենին, ինչ կատարվում էր։ Նա ցույց տվեց այն ապացույցները, որոնք հավաքել էր հետախույզը, այն փաստաթղթերը, որոնք հավաքել էր դոկտոր Պաուլոն։ Բժշկական եզրակացությունը, որը հաստատում էր տիկին Սելիայի կատարյալ մտավոր առողջությունը։ Ես սխալ գործեցի, Մարսելը խոստովանեց, ձայնը հուզմունքից խեղդվելով։ Ես վստահեցի սխալ մարդուն։ Ես թույլ տվեցի, որ նա մտնի ոչ միայն իմ կյանք, այլ այս ընկերության բիզնեսը։ Եվ դա գրեթե ոչնչացրեց մեզ։ Բայց ես սովորեցի։ Եվ ավելի կարևոր է, ես գիտակցեցի, որ երբեք չպետք է հեռանայի այն մարդուց, ով միշտ եղել է իմ ամենամեծ աջակցությունն ու խորհրդատուն։ Իմ մայրը։ Հենց այդ ժամանակ տիկին Սելյան խնդրեց խոսել։ Մարիան օգնեց նրան վեր կենալ, նույնիսկ առանց իր զրուցակիցներին տեսնելու, նա դիմեց նրանց այնպիսի պարզությամբ ներկայությամբ, որը լրացրեց ցանկացած մնացորդային կասկած։ Պարոնայք, ես սկսեցի մի ժամանակ, երբ ինձ նման կանայք հազվադեպ էին ձայն ունենում ժողովների սենյակներում։ Ես սովորեցի ավելի շատ լսել, քան խոսել, ավելի շատ դիտարկել, քան գործել։ Երբ կորցրի տեսողությունս, մտածեցի, որ կորցրել եմ իմ արդիականությունը։ Բայց հայտնաբերեցի, որ տեսնելը պարզապես աչքերի հարց չէ։ Դա ընկալման, ինտուիցիայի, փորձի հարց է։ Եվ ես ունեմ 71 տարվա փորձ։ Նա դադար տվեց, սենյակում լռությունը բացարձակ էր։ Բոլորը լիովին կենտրոնացած էին նրա խոսքերի վրա։ Իմ որդին ազնիվ, իրավասու նվիրված մարդ է։ Նա մարդկային սխալ է գործել, վստահելով մեկին, ով արժանի չէր իր վստահությանը։ Բայց այդ սխալը չի սահմանում, թե ով է նա, ինչպես իմ կուրությունը չի սահմանում, թե ով եմ ես։ Այն, ինչ մեզ սահմանում է, մեր ընտրություններն են, երբ փորձությունների ենք ենթարկվում։ Եվ իմ որդին ընտրել է ճշմարտությունը, արդարությունը իր ընտանիքը։ Սրանք առաջնորդի ընտրություններն են։ Սրանք այն մարդու ընտրություններն են, ում ես վստահում եմ ոչ միայն որպես մայր, այլ որպես այս ընկերության փոքրամասնության բաժնետեր։ Զարմանքի պահ եղավ։ Սենյակում շատերը չգիտեին, որ տիկին Սելյան դեռ փոքր բաժնետիրական մասնակցություն ուներ ընկերությունում, ժառանգած իր ամուսնուց։ Եվ եթե իմ ձայնը ինչ-որ բան է նշանակում, շարունակեց նա, ես քվեարկում եմ Մարսել Մենդոնցայի ղեկավարության պահպանման այս ընկերության ապագայի հանդեպ վստահության օգտին, որը կառուցել է իմ ամուսինը, որը իմ որդին պատվում է ամեն օր։ Երբ Սելյան նորից նստեց, ներկա մի քանի մարդկանց աչքերում արցունքներ կային։ Ալբերտո Սանտոսը, ով րոպեներ առաջ կասկածի տակ էր դրել նրա ներկայությունը, զուսպ սրբեց աչքերը հավանություն տալով գլխով արեց։ Քվեարկությունը միաձայն էր։ Բոլոր ներդրողները պահպանեցին իրենց վստահությունը Մենդոնցա իմպորտներ ընկերության Մարսելի ղեկավարության հանդեպ։
Ավելին, նրանցից երկուսն առաջարկեցին ավելացնել իրենց մասնակցությունը, տեսնելով հաղթահարված ճգնաժամում դիմացկունության ամբողջականության դրսևորում։ Հանդիպումից հետո, մինչ Մարսելը մորն օգնում էր դուրս գալ շենքից, Ալբերտո Սանտոսը նրանց հասավ վերելակում։ «Տիկին Սելիա», ասաց նա, ձեռքը մեկնելով, ապա հիշելով, որ նա չէր կարող տեսնել այն, նրբորեն դիպչելով նրա բազկին։ «Ես ուզում եմ ներողություն խնդրել հանդիպման սկզբում իմ վերաբերմունքի համար։ Դուք ոչ միայն արժանի էիք այնտեղ լինել, այլ ձեր ներկայությունը հիմնարար էր։ Պատիվ էր ձեզ լսելը»։ Սելիան ժպտաց. «Պարոն Սանտոս, պետք չէ ներողություն խնդրել։ Դուք պաշտպանում էիք ձեր շահերը, դա իմաստուն է։ Բայց հուսով եմ, որ հիմա կհասկանաք, որ որոշ բաներ, ինչպես ամբողջականությունն ու ընտանիքը, ավելին արժեն, քան ցանկացած ֆինանսական ներդրում»։ Հաջորդող շաբաթներին կյանքը սկսեց վերադառնալ նորմալ հունին, բայց դա այլ, ավելի լավ նորմալ էր։ Մարսելը սկսեց շաբաթական 3 օր տանից աշխատել, առանձնատան առաջին հարկում գրասենյակ սարքելով, մորն ավելի մոտ լինելու համար։ Նրանք ամեն օր միասին ճաշում էին, խոսում ընկերության, կյանքի, հիշողությունների մասին։ Մարիան գոհունակությամբ նկատեց փոփոխությունը։ Երբեմն տիկին Սելիային ասում էր, որ տունը կարծես նորից կյանքի էր եկել, ինչպես հին ժամանակներում, երբ պարոն Ռոբերտը դեռ ներկա էր։ Մի շաբաթ առավոտ Մարսելը մորը գտավ պատշգամբում, վայելելով առավոտյան արը։ Նա նստեց նրա կողքին մի քանի րոպե հարմարավետ լռության մեջ մնացին։ «Մայրիկ», վերջապես ասաց նա, «ուզում էի շնորհակալություն հայտնել»։ «Շնորհակալություն ինչի համար, որդիս»։ «Որ ինձ սովորեցրիք, թե ինչն է իսկապես կարոր։ Որ ինձ ցույց տվեցիք, որ ուժը ոչ թե երբեք չընկնելն է, այլ միշտ վեր կենալը։ Որ եղաք իմ արժանապատվության օրինակը, նույնիսկ երբ ամեն ինչ կորած էր թվում»։ Սելիան որդու ձեռքը բռնեց քնքշորեն սեղմեց։ «Դուք միշտ գիտեիք այդ բաները, Մարսել։ Պարզապես պետք էր դրանք հիշել»։ Այդ օրը Սելիան անսովոր մի բան խնդրեց։ Նա ցանկանում էր այցելել հին տունը, որտեղ մեծացել էր, Կոնդ թաղամասում։ Տունն այժմ պատկանում էր այլ ընտանիքի, բայց նա ցանկանում էր անցնել փողոցով, զգալ այն վայրի էներգիան, որտեղ իր մայրը մեծացրել էր իրեն։ Մարսելը նրան մեքենայով տարավ կեսօրին։ Երբ նրանք հասան քարե սալիկապատ փողոց, Սելիան խնդրեց իջնել մի փոքր քայլել։ Նա դիպչեց քարե պատին, որը դեռ այնտեղ էր, անփոփոխ այդքան տարիներ հետո։ Նրա մատները գտան այն անկատարությունները, որոնք նա հիշում էր մտքով, այն տեղերը, որտեղ մանուկ հասակում նա սրված քարով փորագրել էր իր սկզբնատառերը։ «Գիտեք, որդիս», ասաց նա, աչքերը փակ, դեմքին հանգիստ ժպիտ։ «Իմ մայրը սովոր էր ասել, որ մազերը աճում են, բայց արժանապատվությունը, երբ կորցնում ես, շատ ավելի դժվար է վերականգնել։ Կարծում եմ, նա հպարտ կլիներ իմանալով, որ նույնիսկ երբ փորձեցին վերցնել երկուսն էլ, մենք կարողացանք պահպանել այն, ինչն իսկապես կարոր է»։ Երբ նրանք վերադարձան առանձնատուն, Սելիան խնդրեց Մարսելին բերել մի հին փայտե տուփ, որը նա պահում էր ննջասենյակի պահարանում։ Ներսում, ատլասե կտորով փաթաթված, այն մկրատն էր, որը Լարիսան օգտագործել էր այդ սարսափելի օրը։ Մարսելը սրտի կսկիծ զգաց, տեսնելով առարկան։ «Մայրիկ, ինչու պահեցիք սա»։ «Որովհետև, որդիս, մենք պետք է հիշենք։ Ոչ թե զայրույթ կամ դառնություն սնուցելու համար, այլ երբեք չմոռանալու, թե ինչ կարող ենք հաղթահարել։ Պահեք սա ձեր գրասենյակում։ Ոչ թե որպես գավաթ, այլ որպես հիշեցում, որ ամենամեծ հաղթանակը նրանց ոչնչացնելը չէ, ովքեր մեզ վնասել են, այլ այն վերակառուցելը, ինչ նրանք փորձել են կոտրել»։ Մարսելը հարգանքով վերցրեց մկրատը դրեց իր գրասենյակի հատուկ գզրոցում, որտեղ այն կմնար որպես լուռ խորհրդանիշ մի մարդի, որը հաղթահարվել էր ոչ թե բռնությամբ, այլ ճշմարտությամբ սիրով։ Ինչ վերաբերում է Լարիսային, նա լքել էր երանը ներդրողների հանդիպումից մի քանի շաբաթ անց։ Վինիսիուս Կարվալյոն, բացահայտելով ստերի մանիպուլյացիաների ամբողջ չափը, լիովին խզել էր կապերը նրա հետ։ Երանյան հասարակությունը, որը նախկինում նրան ոգորությամբ էր ընդունել, այժմ նրան կասկածանքով էր նայում։ Այլս տեղ չկար նրա համար այդ քաղաքում։ Մի կեսօր, այն ամենից ամիսներ անց, մի հարանուհի, տիկին Բեատրիսը, նույն 40-ամյա ընկերուհին, ով չեղարկել էր թեյը այդ դժվար ժամանակաշրջանում, հայտնվեց առանձնատանը շոկոլադե տորթով։ Նա ամաչկոտ էր, զղջում էր լուրերին հավատալու, հեռանալու համար, երբ Սելիան ամենաշատն էր կարիքը զգում։ Սելիան նրան ընդունեց ամուր գրկախառնությամբ։ «Բեատրիս, ընկերուհիս, դուք հիմա այստեղ եք։ Դա է կարորը»։ «Բայց Սելիա,
Ես պետք է ձեզ վստահեի հենց սկզբից։ Պետք է կասկածի տակ դնեի այդ անհեթեթ պատմությունները։ Դուք մարդ եք, Բեատրիս։ Եվ մարդիկ սխալներ են գործում։ Ես ձեզ ներում եմ։ Հիմա նստեք այստեղ պատմեք ինձ ձեր թոռնուհիների մասին։ Ես կարոտում եմ մեր զրույցները։ Եվ այսպես, դանդաղորեն, բոլոր խզված կապերը սկսեցին վերականգնվել։ Նոր-նորքի առանձնատան կյանքը նորից գույն, ձայն, ուրախություն ստացավ։ Մարիան երգում էր խոհանոցում, ուտեստներ պատրաստելիս։ Մարսելն ավելի շատ էր ծիծաղում, ավելի շատ էր հանգստանում, ավելի շատ էր ապրում։ Եվ տիկին Սելյան, չնայած չէր տեսնում Սանա լճի մայրամուտը, զգում էր նրա լույսն ու ջերմությունն այնպիսի ինտենսիվությամբ, որը երբեք նախկինում չէր զգացել։ Մի հանգիստ գիշեր, մինչ նրանք ընթրում էին պատշգամբում, Սելյան մի բան ասաց, որը հավերժ կմնա Մարսելի սրտում։ Գիտեք, որդիս, այս փորձության ամենալավ բանը, որ ինձ տվեց, ձեզ հետ ստանալն էր։ Այդ ամիսների ընթացքում Լարիսայի հետ ես կորցնում էի ոչ միայն որդուս, այլ իմ լավագույն ընկերոջը։ Եվ հիմա ես նրան հետ եմ ստացել, ոչ թե աչքերով, այլ սրտով։ Եվ դա ավելին արժե, քան ցանկացած մազ, որ կտրել են, ավելին, քան ցանկացած սուտ, որ տարածել են։ Մարսելը սեղանի վրայով բռնեց մոր ձեռքը։ Եվ ես խոստանում եմ, մայրիկ, որ այլս երբեք թույլ չեմ տա, որ ոչինչ ոչ ոք մեզ բաժանի։ Դուք իմ առաջնահերթությունն եք, իմ ոգեշնչումը, իմ ուժը։ Նոր-նորքի առանձնատունը, որը շաբաթներ շարունակ ցավի ու պայքարի բեմ էր եղել, այժմ կրկին տուն էր։ Մի տուն, որտեղ սերը հաղթել էր ատելությանը, որտեղ ճշմարտությունը հաղթել էր ստին, որտեղ արժանապատվությունը հաղթել էր դաժանությանը։ Եվ այդ երանյան հարմարավետ գիշերվա լռության մեջ, մայր ու որդի գիտեին, որ միասին անպարտելի են։ Սիրելի ունկնդիրներ, մենք հասանք տիկին Սելիայի Մարսելի պատմության ավարտին, մի ճանապարհորդություն, որը մեզ սովորեցրեց, որ իսկական ուժը ոչ թե երբեք չընկնելն է, այլ միշտ վեր կենալու համար քաջություն ունենալը։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտերին, եթե դուք հուզվեցիք տիկին Սելիայի տոկունությունից Մարսելի փրկագնումից, մենք շատ ավելի շատ պատմություններ ունենք ձեզ համար։ Մեր հատուկ երգացանկը լի է պատմություններով, որոնք ուսումնասիրում են սերը, հաղթահարումը, մարդկային հարաբերությունների բարդությունը։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, այդ կարմիր կոճակը մեծ նշանակություն ունի, որպեսզի մենք շարունակենք նման պատմություններ բերել։ Թողեք ձեր հավանումը, եթե հավատում եք, որ արժանապատվությունն ու սերը միշտ հաղթում են, եկեք մեկնաբանություններում կիսվեք ձեր մտորումներով, ձեր սեփական հաղթահարման պատմություններով կամ պարզապես ասեք, թե որ մասն է ձեզ ամենաշատը հուզել։ Յուրաքանչյուր մեկնաբանություն, յուրաքանչյուր հավանում, յուրաքանչյուր բաժանորդագրություն օգնում է մեզ շարունակել ստեղծել այս պատմությունները, որոնք, հուսով ենք, կլուսավորեն ձեր օրերը։ Մենք այստեղ ենք ամեն օր նոր պատմություններով, որոնք փառաբանում են մարդկային բնության լավագույնը։ Մինչ հաջորդ պատմությունը, հիշեք, ինչպես տիկին Սելյան, բոլորս էլ ունենք ներքին ուժ, որի գոյությունը երբեմն նույնիսկ չենք պատկերացնում։ Մի ամուր գրկախառնություն, կհանդիպենք մեկնաբանություններում։